Իմ շատ սիրելի հետևորդներ, հուսով եմ բոլորդ լավ եք, ես նույնպես լավ եմ սիրելիներս, գնում եմ հետևորդիս խնդրանքը կատարելու Մորգան խանութ եմ գնում, բայց մինչ այդ ուզում եմ ձեզ հիշեցնել, որ Փարիզում այս պահին տեղի են ունենում թենիսի մրցումներ և ինչպես ամեն տարի կանի փառատոնից հետո Ռոլան Գարոսի այդ մրցումներն են տեղի ունենում և այս անգամ արդեն աշխարհի ամենաուժեղ թենիսիստներից մեկը իսպանացի Ռաֆայել Նադալը ավարտեց իր կարիերան և շատ շքեղ միջոցառում էր կազմակերպել այդ ֆեդերացիան Ֆրանսիայում շատ շուքով հրաժեշտ տվեցին Ռաֆայել Նադալին, ինքն էլ չէր սպասում, մի խոսքով շատ հետաքրքիր միջոցառում էր, այստեղ նաև մասնակցում է արդեն քանի տարի մեր հայրենակից Կարեն Խաչանովը, որ Ռուսաստանից է մասնակցում, չնայած չի թույլատրում դրոշը բարձրացնել ռուսական, բայց Թենիսի ֆեդերացիան որոշել է և արդեն երկար տարիներ մասնակցում են նաև Ռուսաստանից, բայց ափսոս, որ Կարենը այդքան էլ առաջ չի գնում, գալիս է մի տեղ և այդ 1/8 կամ 1/4 եզրափակչից ավել առաջ չի գնում, կախված թե որ տարին ինչպես է խաղում, շատ է խառնվում պանիկայի մեջ մնում, երևի դրանից է դա է վնասում, բայց լավ է խաղում, երևի թե իր թերությունները հաշվի կառնի հաջորդ տարիներում ավելի կարևոր տեղեր կգրավի, մի խոսքով շատ հուզումնալից պահ էր, հիմա 14 անգամ հենց Ռոլան Գարոսի այս մրցաշարում հաղթել է Ռաֆայել Նադալը։ Արդեն ամառային տաք եղանակ է, ինչպես նկատեցիք իմ հագուստից, և ես այսպես թեթև հագնված, շատ լավ եղանակ է, արևոտ այս պայծառ եղանակին գնում եմ դեպի խանութներ, ի որոշել եմ մտնելու, տեսնեմ ինչ նվեր եմ ստանալու և ինչեր կան, ինչ նորություններ կան, մի խոսքով գնացինք։ Դե գնացինք դեպի Մորգան, սա մեր քաղաքի հետիոտնային փողոցն է, որի երկու կողմերում տեղադրված են խանութներ, սրճարաններ, այստեղ առավոտյան 11-ից մինչև 20-ը որևէ մեքենա իրավունք չունի մտնել, հասել եմ արդեն խանութ, տեսեք ինչ շքեղ է ցուցափեղկերը զարդարված, երևի թե նոր ապրանքներ են ստացել, Մորգան, մտանք ուսումնասիրելու, սիրելիներս կաշխատեմ գները ցուցադրել, որքան հնարավոր է տեսքը և մոտիկից էլ ցույց տամ, թե նաև ինչ կտոր է, կարծում եմ բոլորը կհասկանաք, թե կտորից, թե գներից, մի խոսքով սպիտակ գույնն է հենց այս հատվածում, այն տրիկատինի կտորները որ կան, այդպիսի կտորեր, ձյուրն էլ դե արդեն պատրաստ է, հիմա ինչքան հնարավոր է, ես ձեզ ցույց կտամ, այս պիճակներն էին շատ սիրում, բայց սևը համեմատաբար ավելի բարակ կտորից էր, 95 եվրո, քան սպիտակը, համարներն էլ նայում եմ, ամենամեծը L-ն է, XL է, բայց այդ XL-ը երևի թե M-ն է, չգիտեմ, իրենց համարները չեմ կարողանում կողմնորոշվել, մյուս սրահում էլ, ահա այսպես են դիմավորում, փաստորեն նոր ապրանքներ են ստացել սեզոնի համար, սա էլ մյուս բլուզի մեկ ուրիշ տարբերակն է, դե արդեն ես ձեզ ասել եմ, որ նման կլորիկ կտորները, որ այդպես պուտերով են, էլի մոդայի մեջ է, 40 եվրո արժե, սա ավելի սիրուն էր, նա մի քիչ եմ փեշի մասը, սպիտակ գույնը ավելի հասարակ էր երևում, շատ սիրուն բլուզներ են լինում, սա սովորական պարզ բլուզ է, պարզապես կանվոր կտորները շատ ավելի բարակ են, 30 եվրո էլ սա արժեր, և շորիկներ, տարբեր չափերի, տարբեր գույների, իրենք էլ շատ գեղեցիկ դասավորել են, գույներով են առանձնացրել և համապատասխան բլուզներ, շալվարներ, շորիկներ, պիջակներ, ահա ընդհանուր տեսքը, մարդիկ շատ են խանութում, փորձեմ ես մոտիկից ցույց տալ և սրանք էլ արդեն շալվարներով են, այլ
տեսակով, չնայած էլի տոնական կարող են նաև լինել, սև գույնը սիրուն էր, չէ՞։ Տեսեք, հիմա ես կթողնեմ, որ դուք լուր հետևեք այս ամենին, բայց կարծես թե չեմ կարողանում ձեզ մենակ թողնել, որովհետև շատ շքեղ կտորներ են, կտորների որակներն են շատ լավը։ Ինչու եմ ասում, որովհետև ֆրանսիական խանութներում, հենց ֆրանսիական նման արհեստական, այդպես սինթետիկ ձգվող կտորներից շատ քիչ է հանդիպում։ Հիմնականում մետաքս են իրենք օգտագործում, ավելի շատ դա է մոդայի կամ վուշից կամ բամբակից, բայց դե այս շորը, որ նկարված էր այնտեղ, այն աղջկահակին նկարում, շքեղ է։ Մի քիչ կողքերի բացվածքը շատ է մարմնի վրա, բայց շատ շքեղ է, երիտասարդներին շատ սիրուն կլինի նիհարիկ մեջքով աղջիկներին կամ միգուցե կանանց, ամեն ձևի, էլի ամեն ձևի հիանում եմ, շատ սիրուն են, շատ, ինձ ընթացքում պետք կլինի, ինձ թվում է պտի գամ հատուկ նայեմ XL-ը, փորձեմ միգուցե լինի, չգիտեմ, ժողովուրդ ջան։ Ահա, նույն կտորը, որ ասեցի մոդա է, բայց իրենք ուրիշ ձև են տվել, ավելի գեղեցիկ։ Ահա, այս էլ համարը և գինը, նմանատիպ կտորներ, սա էլ կարճն է։ Շատ երկար փեշ շորեր կան, ի հակառակ երկարափեշի կարճ նույնպես։ Այստեղ զեղչեր քիչ են լինում, ներկա պահին երկու հագուստ կամ երկու որևէ ապրանք գնելուց երկրորդը 30% զեղչով է վճարվելու, բայց չգիտեմ ով ինչ կընտրի, ամեն դեպքում ես հիանում եմ գույներով, ճաշակով, դուք կգրեք որ շորը հավանեցիք, ձեր ճաշակի բան կար արդյոք այստեղ թե ոչ, ես որ միշտ հիացած եմ լինում, բայց ցավոք երբեք որևէ բան չեմ կարողացել այստեղից գնել։ Նվերի համար վերցրել եմ, քանի որ գիտեի, որ նիհար են կլինի, իսկ մյուս տարբերակները արդեն պետք էլ չեն եղել նման շքեղ հագուստներ, չնայած էլի կրկնում եմ, որ ինձ չեն լինում, փոքր են ինձ, 90 եվրո, գրեթե գները նույնն են, չէ, եթե նկատեցիք, սա էլի այդ կտորից էր, ցանցք են, և տեսնենք հետևի մեջքի մասը, այս շղթան իջնում է միջև ուր, բավականին երկար իջնում է, մի քիչ դժվար է, ես շղթայով այսպես երկար շղթանի նկատի ունեմ, հագուստ ունեմ, շատ եմ դժվարացել, եթե մենակ եմ եղել տանը հագնելու, մի խոսքով մենակի չի, սա էլ մեկ ուրիշ բլուզ, ամեն ճաշակի, ամեն տարիքի, ես կասեի, գներն էլ էլի սարսափելի թանկ չեն, բայց քանի որ այստեղ Ֆրանսիայում զեղչերի շրջան է լինում, մարդիկ հիմնականում շատ գնումներ անում են զեղչերի ժամանակ, չնայած ասեմ ձեզ, զեղչերի ժամանակ լինում է, որ այն հագուստը ինչը տեսել ես չես գտնում, ահա սա էլ է շատ լավը, ներքևը շալվարի տարբերակ էր, երկու գույն կար, շատ սիրուն են, մյուս տարբերակները, զգեստների շքերթ է այսօր Մորգանում, 42 համար, դա իմ համարն է, բայց այդ 42-ը ինձ չի լինում, այդ դա է խնդիրը, ահա փեշերով էր սա էլ, էլի տոնական, շատ հարմար շորիկներ են, 80 եվրո, ահա, փեշի մասը տեսեք, կրկնակի էր, գեղեցիկ են ամեն դեպքում, հատկապես սևերը ոնց որ ավելի շքեղ Երևան, մուգ սև է, լույսի ազդեցության տակ մի տեսակ տեսեք մոխրագույն է երևում և էլի ձգվող կտոր է, այ դա է լավ, որ բոլորը ձգվող կտորներ են և ավելի գեղեցիկ է նստում ըստ ինձ, էլի կսպասեմ ձեր կարծիքներին, ահա, երկար տնտղեցի այս շորը, հանգիստ էր ու հաճելի էր, ահա, տեսնենք այստեղ ինչ է, այստեղ էլ Էմպլիսի մեկ ուրիշ տարբերակներ,
Սա էլի սիրուն։ Փաստորեն այս տարի նորից պլիսներն են մոդա, ջարդած այդպես փեշերը ամենուր հանդիպում է։ Նորից նույն տիպի կտոր եւ մոդելը արդեն ուրիշ։ Ահա, սրագիրն էլ փնտրենք, տեսնենք ինչքան է։ Վայ ոչ չեմ սիրում, որ 115 եվրո, որ այս պիտակները պահում են։ Շատ դժվարությամբ եմ գտնում, դե ես պիտի ձեզ ցույց տամ, չէ, դրա համար եմ նեղվում, որ նկարելիս արագ չեմ կարողանում գտնել։ Ահա, եւս սև, թեթև, հով, եւ էլի թե տոնական, թե երևի թե ամենօրյա գույներով, սպիտակ, ահա, ամեն ինչ կա, կիսաշրջազգեստ, այս կարդիգանավերնաշապիկի նմանները եւ կարմիրները, տեսեք ինչ հաճելի է, հələ երիտասարդների համար կար, սիրուն, էլի պլիսով, բայց մի քիչ սրանք հաստ էին, սա բարակ է, նա հաստ էր։ Կոշիկներ, պայուսակներ, բոկոտիկներ, ամենը հարմարացրել են, լավ ցուցադրում են, աչքի առաջ լավ երևում է, սրանք էլ կարճ պիջակներ են, որ կարելի է գնել, երկար հագուստների հետ, եթե շատ բացվածքով են, գեղեցիկ կլինի, նաև ծածկող կլինի, այսպես կարելի է սպիտակի ու կարմիրի հակառակ համադրությամբ, L-ը 35 եվրո էլի հետաքրքիր բլուզեր, ամեն դեպքում համադրությունները ինքդ կարող ես ստեղծել, ամեն գույն կա, հիմնականում վառ ու գեղեցիկ գույներ են, այստեղ էլ նմանատիպ հագուստներ, սա էլ մյուս շալվարով, պլիսի շալվարով տեսակներ այդ կարմիրը, նայեք տեսեք ինչքան տարբերակ կա, ամեն ինչ, ես ճիշտ ասած կոշիկների որակը չգիտեմ ինչ են, այս բլուզներն են սիրուն, ուղղակի կտորը շատ բարակ է, ես տեսնեմ եթե իմ համարի որևէ մի բան կլինի, նման բլուզներից կարելի է, բայց բեժը կնախընտրեմ, տեսնեմ կա, ինչ սիրուն կանաչներ են, բարձրացա երկրորդ հարկ, հանդերձանը երկրորդ հարկում է, և այստեղ էլի ներկայացված են շորիկները, ինչ սիրուն է այս շորիկը, ամառային, թեթև, ծովափնյա, 85 եվրո, վալաններով, այստեղ էլ շալվարներ, տեսեք ինչքան ընտրություն կա, և նորից նմանատիպ, այս կտորները մոդայ են, տեսեք, բոլոր երկրներում փաստորեն, սա էլի մեկ ուրիշ զգեստ է և էլի մայկաներ, պիջակների տակից կարելի է գեղեցիկ հագնել, տեսեք ինչ հետաքրքիր վերնաշապիկ գտա և նման վալանչիկներով, էլի նույն, որ ասում է, նորը հնի կրկնությունն է, կամ մոռացված հինն է, այստեղ են ասել, ես նայում եմ ու հիշում եմ, որ իմ երիտասարդ տարիներին, 80-ականների վերջերին նմանատիպ կտորներից վերնաշապիկներ էինք հագնում, ահա, շատ սիրուն բլուզներ էին, այստեղ էլ սպիտակ վերնաշապիկի մեկ այլ տարբերակը, սա էլ սիրուն է, տեսեք, նույնիսկ կարելի է ոչ թե վերնաշապիկ, այլ ընդհանուր որպես վերև հագնել, ահա, այս էլ այս սիրելին է, ես առաջ շարժվեմ մյուս կողմը, մարդիկ կան թողնեմ իրենք առաջ գնան, որ ես էլ շարժվեմ դեպի մյուս կողմը, ահա, սև ու սպիտակ, այս պլիսներով աջ կողմինը, շատ են սրանից վերցնում, մարդիկ գնում հանդերձարան, շալվարովը և առանց շալվարի, այս շալվարովը 30% զեղչված է, այս պահին 99 եվրո է, չէ, դրա սևն է վերցրեցին, ուրեմն սա ուրիշ էր, ահա, նորից շալվարով տարբերակը, սա շորիկ է, և շատ սիրուն, դիմացի մասը կարճ բարձր, և փեշերի ետնամասը երկար է, չմոռանաք, գրեք, որը հավանեցիք, շատ ուշադիր նայեք, և գրեք, թե որն եք հավանել, ահա, սա դեմի հատվածն է, կարճ է, ետնամասը երկար, այստեղ ինչ ունենք, ահա, սև կարճ պիջակ,
որ էլի շատ գեղեցիկ կլինի երկարափեշ զգեստների հետ, թե տոնական, թե ուղղակի նաև սովորական, բայց շորերի մեծ մասը տոնական է ըստ ինձ։ Պավիսակներ, գինը չկարողացաք կարդալ, մի քիչ կոշտոտ է, բայց ամեն ինչ ցուցադրված է։ Տեսնենք այստեղ ինչ կա, սև ու սպիտակի համադրությամբ։ Այս բլուզն եմ վերցրել, որ փորձեմ։ M-ն է, ես L-ն եմ վերցրել, հիմա M-ը դնեմ մի կողմ, գնամ, տեսնեմ այստեղ ինչ կա, կարճ մայկաներ կան, թե ոչ, եւ երկրորդ հարկի այս ընդհանուր տեղը հանդերձանը դիմացն է, մարդիկ սպասում են, այստեղ էլ պայուսակներ են էլի դրված սպիտակ գույնի, բացեմ, տեսնեմ մեկ տեղանոց է էլի, այո, մեկ տեղանոց է, երևի թե այսքանը, ահա, սրանք էլ արդեն մի քիչ աշնանային ձմեռային վերնահագուստներ, ձմեռային կոշիկներ, պատուհանագոգին, գինը երևաց, այստեղ էլ էլի նմանատիպ պոլոներ, վերնամայկաներ, մի խոսքով, արդեն հանդերձանում եմ, բերել եմ, փորձում եմ, տարբեր մայկաներ ես մեկն էլ ընկավ, պիջակի տակից հագնելու, տեսնեմ ինչպիսին են, բայց ցավոք անչափ բարակ էր կտորը եւ շատ տգեղ է, մարմնի բոլոր մասերը ցուցադրվում էր։ Փորձեցի, չնայած մի քիչ էլ քիփ էր։ Եվ այսպես դուրս եմ գալիս այս խանութից, աջ կողմով ենք դուրս գալիս։ Դե ասեք, որ տարբերվող էին, շատ սիրուն շորեր կային, շատ տոնական։ Հետո որ պետք լինի, թորիս արզանիկի ժամանակ, կգամ կնայեմ, միշտ էլ կլինի էլի, բայց էլի տեսակ մեծը ռազմենջեր չկար, էտ երկու մայք են, փորձեցի, շատ նեղ էին, հետո որ բարակին տգեղ էր այդպես թափանցիկ էր, լավ չէր, հայլերն է շատ էին էլի, մի խոսքով սիրելի հետևորդներ, ահա և Մորգանը մեր քաղաքի, որը գտնվում է Բեթյուն փողոցի վրա և այդ խանութների փողոցն է հենց դա, շատ մարդ կա, այս հատվածներում հատկապես, և արդեն որ եղանակն է լավ է բնականաբար, տեղի բնակիչներն էլ են դուրս եկած և տուրիստներն էլ, դե առաջարժվեմ դեպի Իվրոշե, այս շոկ եղանակներին խանութ մտնել չի լինում, մտարմ անտիրել, նոսիբել, բայց կանդիցանյերը սառը միացրած էր, դուրսը շատ շոկ, հա, պատկերացնում եք, քրտնած մտնում ես ու սառը խփում է, էլ չնայեցի մի երկու բանեսվես, թռուցի կարագի մեջ և դուրս եկա, հիմա գրել եմ ընկերուհուս, եթե հարմարա դուրս գա, սուրճ խմենք, եթե չէ գնամ տուն։ Եղանակ ենքան լավն է, մի քանի խանութներ մտա նորից, լավ էր ընկերուհիս համաձայնվեց դուրս գալ, հիմա որ է դուրս կգա ինքը տանից, շատ մոտ է ապրում, ես էլ դեպի իրեն եմ գնում, նստենք միտեղ սուրճ խմենք, տուն գնալ չեմ ուզում, ու է շոկ, լավ եղանակին, տանն էլ արդեն նստելու հավես է չունեմ, մի խոսքով գնամ մի քիչ ժամանակ անցկացնեմ, մի քիչ բլա անենք, այսպես կհանդիպենք։ La route là mon père. Սիրելիներս արդեն եկանք սուրճարան, հիմա սուրճ ենք վայելում, շատ համեղ սուրճ է մեյում, շատ սիրուն տեղ ենք նստել, հատկապես որ բացօթյա է, դա շատ գրավիչ է, մի քիչ նստենք, զրուցենք, սուրճներս խմենք, վայելենք այս հաճելի եղանակը, որից հետո նոր կգնամ տուն, առայժմ։ Իվրոշեից գնեցի այս ձեռքի գրամը, որը շատ թանկացել է, նախկինում 2.5 էր, հիմա դարձել է մոտ 5 եվրո և նվեր ստացա այս աչքերի կրեմը, որը շատ լավն է։ Եվ ռուսական խանութից մի փոքր գնումներ, կատնաշոր, լավաշ հայկական, որը մենք շատ ենք հավանում և նրբերշիկ։ Բարի լույս, սիրելի հետևորդներ, բարի կիրակի բոլորիդ։ Կարճ անդրադառնամ, որ այսօր հունիսի 1-ն է, երեխաների պաշտպանության օրն է, և արդեն
համանքային բաժնում նշել եմ, թե որտեղ է առաջացել, երբ է առաջացել, որ երկրներն են նշում եւ շնորհավորում եմ բոլոր երեխաների տոնը։ Երեխաներ են համարվում մինչև 10 տարեկան փոքրիկները, որից հետո արդեն նրանք ըստ տարիքային խմբերի այլևս երեխա չեն համարվում։ Ինչևէ Հայաստանում երեխա են համարվում անverջ ու անդադար։ Այնպես որ շնորհավորում եմ բոլորին։ Գնում ենք էլի խանութներ, 3 խանութներ գնացի, տեսակ ընկերուս հետ հետաքրքիր ժամանակ անցկացրեցինք, մինչև համարյա երեկոյան 8-ը դրսում էինք, շատ հաճելի եղանակ էր, տաք էր եւ արևոտ էր, ժամի հասկացողությունը չես կարողանում գտնել, որովհետեւ պայծառ արևից հետո մի անգամից կարծես ուզում եմ մտնել, այդքան երկար արևը լինում է, արևոտ օրերի մասին է խոսքը եւ ընդհանրապես մեզ մոտ արդեն 10 անց է, համարյա մինչև 10 անց կես է լույս լինում, քանի որ հյուսիսում են գտնվում եւ վատը նա է այստեղի, որ մեր շրջակայքում չկան համապատասխան խանութներ, որտեղից կարող ես մի անգամից գնել քո ուզած, քո մտածած, անհրաժեշտ ավելի ճիշտ ապրանքները։ Ուստի անցած անգամ մենք մտանք մի 2 օր առաջ խանութ, պակաս բաներ գնեցինք, հիմա դուրս են գալիս տանից, գնում ենք մի փոքրիկ այդպես էլի շուկայական խանութ, մենք բազմիցս ենք այդտեղ եղել, արաբական է, եւ այնտեղից միս եւ մնացած պակաս բանջարեղենը գնելու, տեսնենք այս անգամ ինչ կլինի, որից հետո արդեն կգանք տուն կտեղավորենք եւ մեր ընկերների տուն ենք գնալու սուրճ խմելու միասին։ Կիրակին այսպես ենք անցկացում, դե բնականաբար արդեն նախաճաշել եմ եւ ձեզ ուզում եմ ասել, որ հարցնում եք ինչպես եք դուք ուտում տանը եւ պատրաստում եք տարբեր բաներ արդյոք, քանի որ դուք ռեժիմ եք պահպանում, ընտանիքի անդամների համար չեք զլանում պատրաստել։ Ոչ սիրելի հետևորդներ, ես ինձ համար ուրիշ բաներ եմ պատրաստում հիմնականում։ Իսկ եթե այնպիսի ուտելիք է, որ Կարենին էլ է դուրս գալիս, բնականաբար միասին ենք ուտում, ճաշում, բայց ընտրում եմ այնպիսի բաներ, որը օգտակար լինի եւ առողջարար երկուսիս համար։ Չնայած նախաճաշը այսօր տարբեր եմ պատրաստել եւ չեմ զլանում, երբ ինքը իմ պատրաստած ուտելիքը, որը ինձ համար է նախատեսված, չի հավանում, իր համար ես ուրիշ եմ պատրաստում։ Այնպես որ զլանալու բան չկա, 1-2 որ պատրաստեք սովորական կթվա։ Շատերը նույնիսկ կշռում են իրենց ուտելիքը, որ ժամանակ ինչքան գրամ, ամեն մեկից գրամ, ես այդպես չեմ անում, ես պարզապես այն ամեն ինչ օգտակար է առողջարար է, ես դրանք եմ պատրաստում ու ճիշտ ձևով եմ պատրաստում։ Դե արդեն ռեժիմի մասին խոսելն ավելորդ է, միշտ ասել եմ, ես իմ ամբողջ կյանքի ընթացքում սնվել եմ ռեժիմով ճիշտ ժամին, որից հետո ես էլ չեմ ճաշում։ Կարող է ընթացիկ ինչ-որ փոքրիկ բաներ, ինչպես նախատեսված է այստեղ, նույնն էլ միգուցե ես լինեմ ձևի էլի։ Մի խոսքով հիմա գնանք, գնումներ անենք եւ արդեն բերեմ տեղավորեմ ու գնանք հյուր հետաքրքիր զրույց կունենանք, մեր օրն էլ այսօր այսպես կավարտվի։ Կարծում եմ դուր կգա իմ սիրելի հետևորդի ուզած տեսանյութը եւ մյուսներին նույնպես Մորգան խանութը ինչպես կա տնտղել եմ շատ չնչին բաներ, որ երևի թե չեմ այսպես նկարել, որովհետեւ մարդիկ միգուցե մոտ են եղել։ Ամեն դեպքում շատ լավ հարմար պահեր էին, ինձ թվում է դուք էլ կհավանեիք։ Գրեք իմանամ ձեր մոտ կա այդ խանութը, թե ոչ։ Մորգանը ամերիկյան խանութ է, մեկ անգամ եւս հիշեցնում եմ։ Դե այս պահի համար այսքանը, կհանդիպենք։ Արևոտ հաճելի եղանակ է, օրվա մեջ կարող է անպամած լինել, արև լինել, նմանատիպ եղանակ է։ Դե լավ։ Նրբաբլիթներ Կարենի համար, իսկ ինձ համար հապալասով, չիայի սերմով մածուն եմ ուտելու, այսօր էլ նաև վիտամին D-ի օրն է, ուրեմն նախորդ վիտամին D-ն կխմենք, մի 15 րոպե հետո արդեն նախաճաշ։ Սա էլ արդեն այդ խանութն է, որտեղ գալիս ենք, առևտուր ենք արել, տեսեք,
արդեն դասավորել եմ, տանը ցույց կտամ, թե ինչ գնումներ արեցի։ Չկար էլի նեխուր, ավոկադո չկար, էլի մի քանի բան կար, որ նախատեսել էի, էլի չկար։ Տեսեք, դուրս է գալիս, որ ինչը որ պետք է չի լինում, դրա համար էլ ստացվում է, որ շաբաթվա մեջ գրեթե անընդհատ էլ առևտուր ես անում։ Դե արդեն տանն ենք, շատ արագ հավի կրծքամիս դնեմ տապակվելու, միջև ես ձեզ ցույց տամ իմ գնումները։ Կարտոֆիլ 1.70, բազուկ 2 եվրո կիլոգրամը, բանանը 1.50 էր կարծեմ, սոխը էլի 1.50, սրանք մսերն են, աղացած, տավարի միս, թոք, 2 ելակը 5 եվրո, 4 կանաչի է 1 եվրո, 1.90 խնձորը, 1.50 լոլիկը, 2 եվրո անանասը, էլ որն եմ հիշում 2 քանիս եմիշի կիլոգրամը և 3 քանիս այդ պղպեղները։ Շոր ջան, հիմա արդեն տանից դուրս ենք եկել ու գնում ենք մեր մտերիմների տուն, հաց սարքեցի կերանք, կարոտել էի կանաչ սոխին, միշտ ասում է, չէ, որ չի հանդիպում, այս անգամ անսպասելի հանդիպեց, շատ համեղ էր, արտակ կարգ էր, վարունգներն էլ լավ ակցիա էր, 2 հատը 1.50 էր և շատ համեղ էր, մի խոսքով, հիմա ինչի եմ շուտ դուրս եկել, ասեմ, իմացեք, ամեն անգամ, որ դուրս են գալիս Կարենը գնում է պարկինգից մեքենան հանի, այդ ընթացքում, դե ես մի քիչ խոսում եմ, նոր եմ, չէ իշնում, բողոքում ասում է, ուշ ես իշնում, երկար եմ ասում, հիմա դու շուտ դուրս արի, ես իշտեմ, հիմա դուրս եմ եկել, էլի ես իմ գործը անում եմ, էլի կարճացած, բա, շողոք ջան, էդ էլ էդ, կամ բան, կհանդիպենք, հələ նոր ինքը գալիս է, Կիրակի օրերը մեր քաղաքում լռություն ու հանգստություն է, տեսեք ինչքան քիչ մարդ կա և լավը նա է, որ արդեն կենտրոնական այս փողոցները բաց են մեքենաների համար, շաբաթ օրերը փակ են, նշանակում է շաբաթ օրերը ավելի շատ մարդ կա, որպեսզի մարդկանց չխանգարեն, սա է քաղաքի կենտրոնական մյուս փողոցն է, այսպես գնալու ենք, թեքվելու աջ և գնանք այդ թաղամասը, ցտեսություն սիրելիներս, կհանդիպենք, լավ մնացեք, առողջ մնացեք, մնացեք ինձ հետ, պաչիկներս բոլորիդ։